տվյալ պահին Գազպրոմը, որը որ մի չնչին գումարի համար զրկել է գազից, այսինքն անցած տարվա ապրիլյան դեպքերից առաջ մարտ ամսի մարտի 3-ին էր, երկուսն չգիտեմ 25600 դրամ էր մնացել հիմնական պարտքից 29000 ինչքան ուտել էի 20200 ուտել էի 25600 ժամանակացույց խնդրեցի չտվեցին ու անջատել էին տաքերներ ընկնում մի փոքր հոսանքով կարում էի տաքացնել էի բայց խնդրել էի գնացել էի դիմել էի որ ժամանակացույցն չտվեցին անջատել են ու ապրիլյան դեպքերի ժամանակ ինձ երկրապահից կանչել են գնացել են բայց իհարկե երկրապահի հետ չեմ գնացել այնտեղ մի ուրիշ կամավորական ջոկատի հետ եմ գնացել Ղարաբաղ 9 օր եմ մնացել այսինքն 9-րդ օրը լույս 10-րդ լույս եկել եմ Երևան ուղարկել են ավելի շուտ վիճակի վատ լնելու իմ ոտքերից ու մեջքից եկել եմ ու հաջորդած ամիսներին ինձ տվել են դատի, այդ նույն գազի գրասենյակը, առանց ինձ տեղակ պահելու, հունիս ամսին, ես տեղակ չեմ եղել, հուլիսին դատական վճիռ եղել, տեղակ չեմ եղել, նոյեմբերի 11-ին նամակի տեսքով եկել է ինձ, ու էլ եմ ասում, դիմել եմ նաև մինչև այդ նամակի գալը, ես դիմել եմ հոկտեմբերին, երբ որ մի փոքր եղանակները ցրտեց, որ վատ առողջ եմ, որ տարիք ունեմ, որ առաջվա երանդուն արունը չի, բացետի հուծված ու վիրավոր ու առողջականի տակարդիներս պահանջ ունի փոքր տաքության, սնունդ կամ սնվել իմ վրա, ես չունեմ պատրաստող, չունեմ կողմնակի, որից է մեկը, որ ինքս ապրում եմ, լավ է, վատը ասում փառք, բայց այդ առամբարանքը, որ այդ սովորական փողը, որ ես կարա ընկերներից վերցնել, որ դատի են տալի ու հետո գնում խնդրում ես ասում ես տվեք ժամանակացույց չեն տալի ու հետո նորից հոկտեմբերին դիմում ես ու էլի ժամանակ չունեն ընդունելու միջև անգամ տեղում չի ժամանակ չկա չգիտեմ ինչ ձևով այդ առամարանքը այդ պատիվը այդ արժանապատվությունը որ ոտնահարված է ես դրա համար վիրավորված այդ պահով ասում եմ մուծելու գումար տալու իրանց իմել չունեմ, նրանք ասում են ինձ թողեցին, եթե հոկտեմբերի ցրտերը, եթե հիշում են, թողում եմ նոյեմբերի ցուրտ սառնամանիքին առանց գազ։ Իմ անձնական կամ խնդրանք պահանջները պատկան մարմիններին, պաշտպանության նախարարություն կլինի դա, վարչապետ կլինի, ամենաբարձր մակարդակով ու լրջությամբ տան դրական ոչ թե պատասխան, այլ լուծում, մի խոսքով։ Ես պահանջ ունեմ բնակարանի ապրելու տեղ, որ կարողանամ ինքս իմ հոգսը հոգամ բարեկեցիկ պայմաններում, ոչ այս խոնավ, որտեղ որ կենթանին, ասում են, թրթուն թե 4 օտանի, կսատկի, կմեռնի, կսատկի մի խոսքով, առողջ մարդն էլ կհիվանդանա։